ընտրությունների քննարկվեի քարոզարշավի իշխող կուսակցությունը միայն չի վստահի գործող քաղաքապետ պարոն Բալասանյանին եւ շատ ուժեր ներգրաված կլինեն քարոզարշավը իրականացնելու համար։ Դուք ձեր մասնունջ աշխատանքներ եք իրականացնում, արդյոք իսկապես քաղաքապետը իզորու կլինի գյումրեցիներին համախմբել, երբ ըստ էության մենք գիտենք Գյումրիում միշտ հաղթում է ոչը կամ ընդդիմությունը։ Մամուլի անդրադարձը տեղին չէ, որովհետև ոչ թե չի վստահում իշխանությունը քաղաքապետին, այլ Գյումրիում քանի որ ընտրատեղամասերը բավականին շատ է եւ հարկավոր այդ ընտրատեղամասերում կոնկրետ աշխատանքներ կազմակերպել, այսինքն մարդկանց հետ հանդիպել, քարոզչություն իրականացնել, բացատրել մարդկանց եւ դրա համար ընդգրկված են նաեւ բոլոր այն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն մարդկանց հետ հանդիպելու, մարդկանց բացատրելու, իսկ դրանք ազգային ժողովի մեծամասնական ուրեմն դրակարգով ընտրված պատգամավորներն են, մյուս պատգամավորներն են, կոնկրետ ես, որոնք ներկայացնում են Գյումրին, նախկին քաղաքապետն է, այսինքն նաև այն մարդիկ են, որոնք ցանկություն են ունեցել, օգնել, որովհետեւ մենք կարողանանք ճիշտ քարոզարշավ կազմակերպել եւ հանրաքվեն ճիշտ անցկացնել։ Այսինքն նախկին քաղաքապետը պարոն Ղուկասյանը անձամբ ներգրաված է այ շտաբի աշխատանքներին։ Այո, մենք բոլորս ներգրաված ենք այդ աշխատանքներին, որովհետեւ կարողանանք նորմալ իրականացնել գործընթացը։ Ինչու որոշեցիք նրան ներգրավել, քանի որ կան գյումրեցիներ, ովքեր նրան են համակրում եւ հստակ այո ձայներ կբերի ձեզ համար։ Գիտեք ինչ կա, ուրեմն նախ ոչ թե մենք որոշեցինք, այլ եղել է ցանկություն Վարդան Ղուկասյանի կողմից, իսկ ցանկացած մարդ, այդ թվում նաև նախկին քաղաքապետը ցանկություն ունի համագործակցել, իսկ ինչու ոչ։ Ես օրինակ ճիշտ եմ համարում ցանկացած համագործակցություն, որը նաև հնարավորություն չի տա հազար ու մի ասեկոսեները, որը ցավոք սրտի անընդհատ մենք տեսնում ենք, որ հարաբերությունների լարվածություն կա եւ այլն եւ այլն։ Սա համագործակցություն է հանուն մի գաղափարի, հանուն այոյի, իսկ չմոռանանք, որ Վարդան Ղուկասյանը ինքը նաև հանրապետական կուսակցության անդամ է, եղել է մարզխորհրդի նախագահ, այնպես որ ուժերը չօգտագործել, եթե նա ուզում էր, դա խափամարել։ Սակայն պարոն Ղուկասյանը մեկ անգամ չէ, որ այդ զրույցում իր ակնհայտ ատելությունը, հակակրանքն ու դժգոհությունն է հայտնել գործող քաղաքապետի։ Գիտեք ինչ կա, գիտեք հիմա դրա ժամանակը չի, որտեղ եմ ասում, մենք ընդամենը հիմա ընդանուր գործ ենք անում, այսինքն ոչ քաղաքապետ ենք ընտրում, ոչ ազգային ժողով ենք ընտրում, կոնկրետ ընդանուր գործ ենք անում, ուրեմն այստեղ ամեն ինչ կողքի է տրվել եւ ամեն մարդ ով ինչ հնարավորություն ունի աշխատելու, ով որքանով կարողանում է մարդկանց համոզել, աշխատել մարդկանց հետ ներգրաված են այս աշխատանքներում։ Իբրև գյումրեցին չէ կարծում, ինչպես է հնարավոր համոզել գյումրեցիներին, ովքեր ունեն հստակ դիրքորոշում, ունեն հստակ վերաբերմունք եւ ըստ էության, եթե նախկին ընտրություններին Սերժ Սարգսյանն ասեց ուզեմ 80% կխփեմ, այդ արդյունքը չգրանցվեց Գյումրիում։ Այս անգամ ինչ ակնկալիքներ կա եւ ինչպես է համոզելու յուրաքանչյուր գյումրեցու։ Մի հստակ կողմնորոշում, հստակ ինչ կողմնորոշում։ Ես ուզում եմ, որ մենք փորձենք տարանջատել նախագահի ընտրությունները, ազգային ժողովի ընտրությունները եւ հանրաքվեն։ Եթե նախագահի եւ ազգային ժողովի ընտրություններում գյումրեցիների մոտ եղել է դժգոհություն կապված եւ բնակարանաշինության հետ, եւ գործազրկության հետ, եւ սոցիալական խնդիրների հետ, եւ քաղաքի անբարեկարգ վիճակի հետ, ես համարում եմ նաեւ ինչ-որ չափով բնական, որ այդ պարագայում գյումրեցին պետք է դժգոհ լինի իշխանությունից եւ ընտրության արդյունքում կարողանա իր դժգոհությունը հայտնել։ Բայց հանրաքվեն սա լրիվ այլ բան է եւ մենք հանրաքվեով տեսնում ենք այն հեռանկարը, որով ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ Հայաստանը կզարգանա, որով մենք կարողանանք շատ ու շատ քաղաքական, սոցիալական եւ տնտեսական խնդիրներ լուծել, եւ այսօր ուղղակի Գյումրեցում մենք ասում ենք, որ սա ոչ թե անձի ընտրություն է, ոչ թե դժգոհությունը հայտնեք սոցիալական խնդիրների հետ կապված, հենց այդ սոցիալական խնդիրները ապագայում ավելի լավ լուծելու համար մենք ուզում ենք փոփոխություն կատարել մեր եւ ուրեմն կառավարման
կառավարման համակարգում եւ սոցիալական ուրեմն ոլորտում եւ մարդու իրավունքների ոլորտում եւ մնացած բոլոր ոլորտներում։ Քանի որ կա համատարած անվստահություն իշխանության նկատմամբ, ինչպես է կարողանալու համոզել սա նկատմամբ։ Էլ եմ ասում, այստեղ ես իշխանության ու ընդդիմության կռիվ չեմ տեսնում, պարզ ասում եմ։ Եթե կա ներողություն ասեմ, եթե չի անհանգստացնում ոչ շտաբը, որովհետև մենք հստակ ասում ենք, կա գրված փաստաթուղթ, մենք այս գրված փաստաթուղթի համար ունենք այս նպատակը եւ այս փաստաթուղթում սա է գրված։ Մենք մարդուն ուրիշ բան չենք ասում։ Այսինքն մենք մարդուն բացատրում ենք, որ եթե դու ոչ ես հանգանում ասել, դա ոչը չի նշանակում դու իշխանությանն ես դեմ։ Այդ քո ոչը նշանակում է, որ դու ուզում ես այսօր ոնց որ կա, այդպես է մնա։ Բայց մենք որպես իշխանություն չենք ուզում։ Մենք ուզում ենք որոշակի զարգացում ապրել։ Մենք ուզում ենք մեր երկրի հեռանկարը ավելի լավ լինի։ Մենք ուզում ենք մեր երեխաների հեռանկարը ավելի լավ լինի։ Տարիների ընթացքում այդ ուղղությամբ աշխատել ենք, բայց սահմանադրության շատ նորմեր կա, հատկապես իշխանությունների տարանջանման խնդիրը, դատական համակարգի այսօրվա խնդիրը, որոնք կարծես թե խանգարել են երկրի համընթաց զարգացման process-ներին։ Դրա համար մենք ասում ենք, որ մենք ուզում ենք փոխել եւ ներքաշել այս փոփոխությունների մեջ ապագայում ընդդիմությանը, տալով նրան լիազորություններ, որովհետեւ ընդդիմությունը ավելի շատ փորձի զսպաշաբիկ լինել իշխանության համար եւ օգնել իշխանությանը, քան թե միայն ուրեմն քննադատի իշխանությանը։ Դատական համակարգի անկախությունը ինչ է կարծում հնարավորություն կտա այսուհետ այն անձանց, ովքեր իշխանության համար ընդունելի են եւ հանցանքներ են կատարում իրենց ընտանիքի անդամներով, դարձել մնալ անպատիժ։ Ես կարծում եմ, որ այդ անկախությունը հնարավորություն կտա նաև անաչառության եւ չմոռանանք, որ մենք ինչ ենք այս ամենի բեռը նոր փոփոխություններով տնում ազգային ժողովի վրա, որտեղ ազգային ժողովը կոլեգիալ մարմին է, տարբեր քաղաքական ուժերից կազմված եւ պատահական չի, որ մենք շատ ու շատ պաշտոնների հետ կապված դրել ենք ուրեմն կայուն կամ որակյալ մեծամասնությամբ քվեարկելու խնդիրը, որ ես համարում եմ ամենակարևոր խնդիրներից մեկը ընդդիմությանը ներգրավելու եւ այն մարդիկ, որոնք անցնելու են ազգային ժողով, ընդրվելու են այդ 3/5-ով, նրանք պետք է շատ քաջ ընդունեն, որ նրանք պետք է այնպիսին լինեն, որ եւ իշխանության եւ ընդդիմության համար ընդունելի լինեն։ Այսա շատ կարևոր է, այդ թվում նաև դատական գերագույն մարմինը, որը պետք է ընդրվի, այդ թվում նաև վճռաբեկ դատավորները, վճռաբեկ դատարանի դատավորները, որոնք ալտերնատիվ այսօր ունենք այն պատկերը, որ մենք տեսնում ենք, այն մակարդակը, որ տեսնում ենք պատգամավորների շրջանում, հնարավոր է հաջորդ խորհրդարանում մենք զերծ մնանք կանոնավորներից, օլիգարխներից։ Մենք այսօր ունենք 41 մեծամասնական կարգով ընդգրկված պատգամավորներ, չէ՞։ Հիմա երբ որ ընդդիմությունը ասում է ոչ ասեք սահմանադրական հանրաքվեին, դա նշանակում է, որ նրանք ուզում են, որ այդ 41 մեծամասնականը մնա, չէ՞։ Պես է դուրս գալիս, չէ՞։ Ուրեմն դրա պատասխանը թող իրենք տան ձեր հարցի։ Այսինքն ոչի կողմնակիցները թող տան։ Այսինքն ոչի կողմնակիցները։ Այսինքն մենք գնում ենք 100%, այո, ոչի կողմնակիցները հենց նպաստում են, որ այսօրվա գործող համակարգը մնա։